նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի ներկաներ։ Դեպի Հայաստանի Հանրապետության հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ։ Նախորդող շրջանում մենք ունեցել ենք անուրանալի հաջողություններ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագիծը համաձայնեցված և համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար։ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն։ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։ Հայաստանի միջազգային հեղինակությունը աճում է տեսանելի կերպով, և այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի և աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառումներ, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և կենսաբազմազանության կողմերի COP17 համաժողովը սրա տեսանելի ապացույցն են։ 2025 թվականի կարևորագույն իրողություններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային կետերում այլևս սահմանային հսկողություն են իրականացնում բացառապես մեր երկրի սահմանապահները, մի բան, որ աննախադեպ է։ Մենք շարունակում ենք սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ։ Միացյալ Նահանգների հետ հաստատել ենք ռազմավարական գործընկերություն։ Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է։ Ֆրանսիայի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հանրապետությունն ու ժողովրդավարությունը իրողություն են։ Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը իրողություն է։ Ինքնիշխանությունը և անկախությունը իրողություն են։ Պետությունը իրողություն է, և մենք պետք է գնահատենք և փայփայենք այս ձեռքբերումները։ Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակողել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունը այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն։ Հայաստանի Հանրապետության ուղեկիցը պետականակենտրոն ինքնագիտակցությունն է, աշխարհի գիտելիքահենք իմացությունը, զարգացումը ու ժողովրդավարությունը։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Բոլորի շնորհավորում եմ Հանրապետության օրվա առիթով։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։